Բարի լույս։ Ինչու է մեր ընթացքը սասանվում։ Ինչու ենք շատ դեպքերում զգում, որ մենք կաղում ենք մեր քայլելու ընթացքում։ Հոգևոր ընթացքի մասին է խոսքը։ Ինչն է պատճառը, որ հաստատուն չէ մեր կամքը, մեր հայացքը, մեր մոտեցումները հարցերին։ Պատճառը մեկն է, սիրելիներս, չիմանալը։ Պատճառը այն է, որ մենք Տիրոջ Սուրբ Խոսքի հետ քիչ ենք հաղորդվում։ Եվ արդյունքում փոխանակ այդ խոսքով շարժվենք, մենք շարժվում ենք այլ խոսքերով, որոնք երբեմն սոցցանցերում են, երբեմն էլ մարդկանց բերանների մեջ են, բամբասանքի մակարդակով, եւ արդյունքը առերեսվում է մեր իրականության հետ։ Այս իմաստով, սիրելիներս, այսօրվա պատգամը օրվա խորհրդի Պողոս Առաքյալն է տալիս Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակի 3-րդ գլխում։ Բայց դու հաստատ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր, եւ որին հավատարիմ եղար։ Գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Սուրբ Գրքի ամեն մի գիրք Աստվածաշունչ է եւ օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը լինի կատարյալ եւ պատրաստ ամեն տեսակ բարի գործերի։ Բայց դու հաստատուն մնա այն ուսուցման մեջ, որ սովորեցիր Աստվածաշունչ Մատյանի միջոցով։ Այսօրվա պատգամը, սիրելիներ, այս է։ Արդյոք մենք հավատարիմ ենք եւ հաստատում ենք այն խոսքին, որ տալիս է մեզ Սուրբ Գիրքը։ Մենք արդյոք հետևում ենք Սուրբ Գրքի պատգամին, թե ոչ։ Եվ եթե հետևում ենք, նշանակում է, որ մենք հաստատում ենք։ Հաստատում ենք այն հավատքի մեջ, որ Տերը մեզ պարգևել է։ Հետևաբար, օրվա խորհրդի շուրջ նաեւ մաղթանքս է։ Վերանայենք մեր կարգավիճակը։ Հասկանանք, մենք արդյոք հաղորդակցվում ենք Սուրբ Գրքի խոսքին, թե ոչ։ Հաստատուն ենք այն վարտապետությանը, որ հազարամյակներ շարունակ հայ եկեղեցվո հայրերը, եկեղեցականները կտակել են մեզ, ժառանգել են մեզ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ պահել այն ընթացքը, որ տրվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ եւ հաստատվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետով։ Ահա այս է այսօրվա մտորումները, այսօրվա խորհուրդը, որ կուզեմ յուրաքանչյուր մեկդ անդրադառնաք։ Ուրեմն հետևեք ճշմարիտ վարտապետությանը, հիմք ընդունելով Աստվածային այն խոսքը, որ տալիս է մեզ Սուրբ Գիրքը։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։